գիտեք դուք մեզ ասեցիք գալու եք եւ ինչ-որ բան փոխվի։ Իհարկե փոխվել է, բոլորն է կարող են ընդունել, որ շատ բան է փոխվել, բայց երբ որ մարդը տեսնում է, որ ինքը այսօր աշխատավարձով ինչ-որ խնդիրներ հազիվ լուծում է, իր երեխու ուսման վարձը մի կերպ փորձում է տա, ու մեկ էլ տեսնում է մեկը, որ ոնց նայում է աշխատավարձը եղել է լավ 200,000 դրամ, 400,000 դրամ, լավ, ոչ միայն հսկա դղյակ ունի, այլ նաև ավտոմատավոր պահակներ ունի այդ դղյակը։ Դե իմ մոտ ընկճախ հաստատ կառաջանա եւ ցավալի մի երևույթ Հայաստանի համար արտագաղթի ցանկությունը առաջանում։ Այ ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական շեշտը ոչ թե բանն է այդ պեկի աշխատակիցը, որը, չգիտեմ, $2,000 կաշառք է վերցրել, այլ այս մեծամասշտաբ խնդիրները, որի պատճառով տուժում է երկիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, այլ ելույթներ խնդրեմ Տիկին Դավոյան։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, իմ կարծիքով ձեր ելույթն եմ ուզում շարունակել, որ ասում եք հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը նաև պեկի աշխատակիցը չի, որը $2,000 կաշառք է վերցնում, դե թե չբռնեն պարբերաբար վերցնի, ինքն էլ դղյակների տեր կդառնա։ Ես հասկացա, որ դուք պատկերավոր եք ասում, բայց էդ էլ վերջում դառնում է ձեր ասած եւ մեր ասած նույն դղյակների տերը, բայց համաձայն եմ ձեր ելույթի հետ եւ ուզում եմ նորից շարունակելով ձեր ելույթը ասել, որ հանրությանը իրոք հարցեր են հետաքրքրում եւ այդ հարցերը պատասխաններ չունեն։ Մենք անդադ քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեում չհամալրված լինելու քննիչներով չհամալրված լինելու հարցը, որը բերում է նաև օրինակ այս գործը 2018 թվականից մինչև այսօր քննվում է եւ որևէ քաղաքացու հետաքրքիր չէ քննիչները շատ են, քիչ են, ինչի են քիչ, այս մարդիկ եւ մենք բոլորս այդ հարցերի պատասխաններն ենք ուզում։ Ինչի են գործերը երկար քննվում։ Ես օբյեկտիվորեն հասկանալով, որ այո, կա չհամալրվածություն եւ այլ, բայց քաղաքացու տեսանկյունից նայելով ասում եմ, թե համալրեք։ Հետո ասում եք թալանվածը պիտի վերադարձնենք, ապօրինի գույքով պիտի բոլորը պատասխանատվության ենթարկվեն ապօրինի գույք ունենալու համար, հետո ասում եք դե փորձաքննությունները տարիներ են տևում, դե բանը քննիչների պակաս ունենք, օպերատիվ հետախուզական նոր ստորաբաժանումները նոր են, որ արդեն համալրվել են մարզային այնտեղ Շիրակի, Լոռի, Վայոց ձոր, մի խոսքով իմ կարծիքով ես գնահատում եմ եւ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի եւ բոլոր աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները բավականին ծանրաբեռնված աշխատում են եւ աշխատանքը նաեւ քանի որ կապված է մեծ գումարների հետ եւ այդտեղ նաև հաստատ բազմաթիվ ռիսկեր կան, շատ ռիսկեր կան, որոնք եւ գայթակղություններ կան, այսպես ասած, եւ մենք աշխատավարձերի համար ենք հոգացել եւ որ քննիչները կարողանան արժանապատիվ աշխատավարձ ստանան եւ աշխատեն։ Սակայն միևնույնն է, քաղաքացու եւ հանրությանը այդ բոլոր հարցերը շարունակում են հուզել, որ այն մեր բոլոր խոստումները, որոնք մենք տվել ենք 2018 թվականին, խոստումների շատ մասը դանդաղում են եւ դանդաղում են, չգիտեմ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Այդ մանումենտի առանձնատների հարցը մի տեսակ այսօր առանցքային դարձավ, սակայն մենակ դա չեն։ Բազմաթիվ նմանատիպ խնդիրներ կան, որոնք այսպես տարիներով գնում են եւ այնպիսի տպավորություն է ստացվում, որ գործերը դանդաղում են, որ միջև անընդհատ այս բանը լինի, էլի, հələ տեսնենք այս ընտրություններին ինչ կլինի։ Գուցե վատ բան եմ ասում, բայց ես խոսում եմ այն, ինչ խոսում են քաղաքացիները եւ փորձում եմ ձեզ փոխանցել քաղաքացիների մտահոգությունները։ Սա էր իմ ելույթը, շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Դավոյան, ես էլ ձեր դուությամբ, դուք եզրափակիչ ելույթ հնարավորություն տնեք, պարոն Ապեցյան, ամեն ինչին կանրադառնաք։ Իրականում, պարոն Ազարյան, ես Տիկին Դավոյան համաձայն եմ, կոռուպցիան մի դրամ լինի, $10,000 լինի, նույն իրավիճակն է, նույն ձևի փչացնում է անձին։ Այսինքն մարդ, որ $100 վերցնում կամ $10,000, մեծ տարբերություն չկա նրանց կոռուպցիական գործունեության մեջ։ Բայց մի հարց կա, որտեղ ես պետք է իմ համաձայնությունը արտահայտեմ։ Պարոն Ապեցյան, խնդրեմ, որ դուք էլ սրա վրա ուշադրություն դարձնեք, էլի։ Մենք միշտ գալիս ենք հետևանքից դեպի պատճառ։ Շատ դեպքերում պետք է ասենք, լավ, այդ կոռուպցիայի ծնող պատճառը որն է։ Մի դեպքում, չէ՞ որտեղ սա նաև
այն հարցերն ա, որոնք մենք ձեզ հետ պետք է քննարկենք։ Մի դեպք է, որ անձը կոռուպցիայի մեջ է մտնում ապօրինի գործունեություն իրականացնելու համար։ Օրինակ, դիցուկ կաշառք է տալիս պաշտոնատար անձին, որպեսզի ազատվի քրեական պատասխանատվությունից։ Դիցուկ կամ, չգիտեմ, որպեսզի ստանա ապօրինի թույլտվություն։ Բայց եթե մենք վեր ենք լուծում հիմնական կոռուպցիոն դրսևորումների հիմքերը, եւ սա ամենացավալին է իմ համար։ Շատ դեպքերում անձինք մտնում են այս կոռուպցիոն գործընթացների մեջ օրենքով նախատեսված իրենց իրավունքը իրացնելու համար։ Այս ամենամեծ խնդիրն է, որ չեմ կարող, այս անդադ խոսում ենք սրա մասին, եւ սա ամենամեծ դաշտն է իրականում։ Ինչու մարդը այսօր չի գնում կոռուպցիոն գործարքների մեջ մտնում, օրինակ, մասնավորի հետ, ընդհանուր առմամբ, այսինքն հեռախոս գնելիս, ավտոմեքենա գնելիս եւ այլն, որովհետեւ շուկան բաց է, ազատական է, կարան ցանկացած պարագայում առանց սահմանափակման վերցնեն։ Բայց օրինակ մարդը կարա տարիներով սպասի ինչ-որ փաստաթուղթ պետական մարմնից, որ չի գալիս, որը օրենքի իման վրա է, օրենքի բոլոր պահանջների պահպանման, չէ, ուշանում է այդ փաստաթուղթը, ուշանում է, եւ մի օր ստիպված նա գնում է այդ գործընթացը, այդ քայլի։ Այսինքն բյուրոկրատիայի բարդությունը, պարոն Նահապետյան, շատ դեպքերում ծնում է կոռուպցիա։ Մարդը պետք է հստակ իմանա, որ օրինակ եթե սա թույլատրել է, նա դա պետք է ստանա։ Ցավոք, այս երևույթներ կներեք օրինական գործողությունների համար պետական մարմինների աշխատակիցներին մաղարիչ անելը կամ լավության տակից դուրս գալու արտահայտությունները գալիս են հենց այն ընկալումից, որ պետական ծառայողը շատ դեպքերում դիտարկում է իր գործունեությունը որպես լավություն քաղաքացու, որպես մեծահոգություն։ Երբեք չի դիտարկում իր գործունեությունը որպես ծառայություն այդ քաղաքացիների, վերջը քաղաքացու փողերով է պետական մարմինը, պաշտոնատար անձ, այդ թվում ես եւ դուք աշխատում ենք, մեր գործատուն քաղաքացին է, իր հարկերով ենք մենք ձևավորում։ Բայց եթե այս խնդիրը մենք չենք լուծում, մենք անընդհատ բախվելու ենք նորանոր կոռուպցիոն դրսևորումներին։ Պարոն Նահապետյան, խնդրեմ դուք ձեր եզրափակիչ ելույթում անդրադառնաք, արդյոք վերլուծություն անում ենք, թե չէ կոռուպցիոն հանցագործություններից շատերում եղել են դեպքեր կամ ինչքան է կազմում տոկոսը, երբ անձը ըստ էության մտնելով ապօրինի գործունեության մեջ, ես բացարձակապես որևիցե եղանակով չեմ տարանջատում այդ գործունեությունը, օրինական կամ ապօրինի չեմ տարանջատում ստեղ, բայց դա անում է, որովհետև ճարահացյալ է, որովհետև իր օրենքով նախատեսված պահանջը չի կատարում եւ ինչ գործընթացներ են գնում հետո։ Շատ ճիշտ հարց բարձրացրեց պարոն Նահապետյանը, պարոն Ադրբեջան, կներեք, կապված մոնումենտի առանձնատան եւ ընդհանրապես հաղթանակ զբոսայգու տարածքի հետ։ Շատերը չգիտեն, հարգելի գործընկերներ, նոր սերունդի երիտասարդ սերունդը, որ այդ անտառը կամ այգին դա արհեստացին այգի է, մարդիկ են մարդացին այգի է։ Այն տնկվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հաղթանակ զբոսայգին, այո, երբ ես գիտեմ, որովհետև ես հիշում եմ, որ ավագ սերունդի ներկայացուցիչները շատ ծանր էին տանում, երբ որ անտառահատուներ էին այնտեղ, ասում են, ախր մենք ուսանող էինք, որ մեզ ուղարկում են այնտեղ ծառ տնկելու։ Եվ ամենամեծ խնդիրը, որ քաղաքացին ունի, հարգելի գործընկերներ, ոչ այնքան առանձնատունն է, որտեղ կարող լինի առանձնատուն, բայց ամենամեծ խնդիրը, որ ես ուզում եմ բարձրացնեմ ստեղ, ես ուզում եմ հասկանամ, ինչպես ստացվեց, որ օրինակ մոնումենտի կամ հաղթանակ զբոսայգու տարածքում, որը, չգիտեմ, դիտարկում է որպես քաղաքային այգի, քաղաքային ամենամեծ այգիներից մեկը, եթե ոչ ամենամեծը, այդ հատվածում կարելի է հատել ծառերը, տարածքի մի մասը սեփականաշնորհել, կառուցել հյուրանոց, եւ հյուրանոցը դառնում է օրինական, բայց զուգահեռ, օրինակ, չգիտեմ, ինչ որ միտեղ, չգիտեմ, այդ նույն շրջանի խորհրդային դերով ժամանակահատվածի պետական մարմնի կամ չգիտեմ շրջխորհրդի որոշմամբ փոքրիկ ավտոտնակը, որը կառուցվել է, դարձավ ինքնակամ եւ ենթակա է քանդման։ Այս սա է ամենաշատը մտահոգում քաղաքացուն։ Երբ որ մենք չենք գնում, երբ որ մենք բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք ունենայինք, այս խնդիրը գուցե լուծվեր։ Ցավում եմ, պարոն Նահապետյան, շատ դեպքերում նաեւ ընդդիմադիր գեցվածք ենք որտեղնում, որովհետեւ հանրությունը այդուհանդերձ պետք է ստանա նաեւ իրեն ուզող հարցերի պատասխաններ։ Իմ գործառույթը չի, որպես հանձնաժողովի նախագահ այս խնդիրները բարձրացնել, եւ շատ բաց տեքստով ասեմ, հարգելի գործընկերներ, ինչ մասին մենք խոսում ենք ոչ այնքան հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության դաշտը, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում է դրոց սկզբունքով իր ձևավորումից հետո արկա
հանցագործությունների շրջանակներում համապատասխան վարույթներ իրականացնել եւ այդ վարույթների շրջանակներում իրականացնել նախաքննություն եւ մեղադրական եզրակացությամբ այն ներկայացնել պատկան մարմիններին, որովհետեւ մենք ստանանք արդյունքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հետևանքի մասին է, բայց մենք շատ դեպքերում չենք ուզում պայքարենք պատճառի դեմ, հետո զարմանում ենք, թե ինչ են sense հետևանքների այդ գալիս։ Այսքան մի երկար խոսացի, բայց հուսամ ոչ այնքան ձանձրալի էր։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մենք ելույթների փուլը ավարտեցինք եւ եզրափակիչ ելույթի համար խոսք տալիս եմ պարոն Նահապետյան խնդրում։ Շնորհակալություն, պարոն Վարդան։ Ես անդրադառնամ ցեզանից յուրաքանչյուր ելույթներին եւ իմ փաստարկները ներկայացնեմ այդ կապակցությամբ։ Սկսենք մանումենտի հայտնի քերական վարույթից։ Ես ուզում եմ որ հանրությունը նաև դուք իրազեկվեք, որ ստեղ խոսքը ընդհանուր շուրջ 20 առանձին հողակտորների մասին է, այսինքն մեկ փոքրիկ հողակտորի մասին չի խոսքը, շուրջ 20 հողակտորներ, որոնցով տևական ժամանակ քննություն է իրականացվել եւ հաստատապես կարող եմ նշել, որ քննության ցկցկման պատճառը եղել է նշանակված փորձաքննությունները, այսինքն փորձաքննությունները տևական ժամանակ կատարվել են եւ մենք այս տարի ստացել ենք փորձաքննությունների մեծ մասը կարելի է ասել, մի քանի առանձին կտորներով նորից ունենք նշանակելու փորձաքննություններ եւ բնականաբար համաձայն ենք նաեւ ձեր հետ ու այն հողատարածքները, որոնք օտարվել են քաղաքացիներին խախտումներով, այսինքն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումով, դրանց մասով այդ օտարած պաշտոնյաների մասով մենք իրավական գնահատականներ պետք է տանք, քրեական հետապնդումների պետք է գնանք։ Ես հավաստիացնում եմ, որ առաջիկայում դուք այս մասին նորից եմ ասում կիրազեկվեք։ Ինչ վերաբերում է պարոն Վարդան, ձեր կողմից նշած այն հանգամանքին, որ քաղաքացիները հիմնականում բյուրոկրատական քաշքշուկներով պայմանավորված են տալիս կաշառքի գումարներ, այո, նմանատիպ դեպքեր կան, բայց վստահեցնում եմ, որ այդ դեպքերը չեն կերազանցում այն մյուս դեպքերին, երբ որ քաղաքացիները անօրինական գործողությունների համար են տալիս կաշառքները։ Իրականում քիչ չեն, այո, տոկոսայինով այս պահին չեմ կարող հստակ թիվ նշել։ Եթե հնարավոր լինել մինչև լիագումար նիստը գոնե որոշակի տոկոսային հարաբերակցություն լինի, մեզ էլ հետաքրքիր կլիներ եւ վերջում մենք հասկանանք, որ կարող գործընթացն է կոռումպացված, դրա համար ենք հանգեցնում կոռուպցիայի։ Չեմ կարող ասել, եթե հնարավոր է անենք, եթե ոչ, ապա իհարկե դիտարկեք սա որպես ռետորական հարց։ Տեսեք, պարոն Վարդան, երբ որ մենք քրեական վարույթով պարզում ենք, որ քաղաքացին X պաշտոնյային կաշառք է տվել զուտ այդ բյուրոկրատական քաշքշուկներից, արհեստական քաշքշուկներից խուսափելու համար, մենք այդ քրեական վարույթի ավարտական փուլում միջնորդագրեր ենք հղում պատկան մարմիններին եւ իրենց ուշադրությունն ենք հրավիրում այս հանցագործությունը ծնող պատճառների վրա։ Դրանով հակակոռուպցիոն կոմիտեն սահմանափակում է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ որևէ այլ լիազորություն, բացի հետագայում բացահայտելուց կամ կանխելուց, այս մասով չունի։ Մնացածը ըստ էության տվյալ պետական մարմնի կամ տեղական մարմնի աշխատանքի, ճիշտ պլանավորման, նաեւ համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության եւ այլնի մասով է կատարվում։ Այսքանը ես հատուկ ուզում եմ նաև հավաստիացնեմ, որ պարոն Նազարյանի նշած դեպքերում մենք ցանկացած դեպքում, երբ որ որևէ տեղ որևէ շինարարություն է կատարվել եւ կամ կատարվում եւ տվյալներ, տեղեկություններ կամ հաղորդում ունենք, որ այդ շինարարությունը կատարվել է որևէ կոռուպցիոն պայմանավորվածության կամ կոռուպցիոն գործակների արդյունքում, մենք բնականաբար դրա հետևից գնում ենք եւ մանրակրկիտ ստուգման ենք ենթարկում համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնում ենք քրեական վարույթներ, գնում ենք քրեական հետապնդումների։ Ես կարող եմ ասել, որ այդ ձեր կողմից թվարկված գույքերի շատ մեծ մաս ըստ էության ներկա պահին հանդիսանում է հակակոռուպցիոն դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործերով քննության առարկա գույքեր, ձեր կողմից նշված տեղյակները եւ այս մասով իրավական process-ը դեռ շատ վաղուց սկսել է, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի դա գործառույթների տիրույթում չի գտնվում, բայց ես գիտեմ ու տեղյակ եմ, որ այդ մասով իրավական process-ներ, իրավական գործիքակազմի կիրառմամբ ունենք
եւ առաջիկայում արդյունքներ եւս այս մասով կունենանք, այսինքն յուրաքանչյուրի մասով պատշաճ քննություն է իրականացում թե հակակոռուպցիոն կոմիտեի եւ թե պատասխանատու այլ կառույցների մարմինների կողմից։ Այսքանը շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ։ Հա, մի հանգամանքներ Տիգին Դավոյանի ասացի հետ կապված, հա, քննության ժամկետների մասով ես իմ նշանակման պահից հատկապես մեծ ուշադրություն եմ դարձնում վարույթների քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը եւ դրա մասին խոսում են նաեւ հաղորդման նշած թվային տվյալները մասնավորապես ես հայտնեցի, որ ընթացքը լուծված քերական վարույթներ ունենք 890, այդ 890 քերական վարույթներից 124, այսինքն որի ընթացքը լուծվել է այս կամ այն կերպ կամ դատարան ուղարկվել կամ կարճվել է, քննված են եղել 2-ից 7 տարի ժամկետում, այսինքն մի շարք վարույթներ ունենք, որոնք 7 տարի ժամկետում քննվել են, իսկ 219-ը քննված են եղել 1 տարի ժամկետում։ Այսինքն սա իրականում մեծ թիվ է կազմում, շուրջ 350 քերական վարույթ այդ 890-ից, ըստ էության մի տարի ավել ժամկետում են քննվել եւ այս 2025 թվականի ընթացքում հնարավոր է եղել հասնել դրանց դատավարական ավարտներին եւ մենք շարունակաբար նաեւ հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ 1 տարուց ավել քննված վարույթները։ Ես նշեցի, ստեղծվել է ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչություն, այդ վարչության աշխատակիցները ամենօրյա ռեժիմով վերցնում են այն վարույթները, որոնք քննվել են 1 տարուց ավել, ուսումնասիրում են, մասնագիտական մեթոդական աջակցություն են ցուցաբերում եւ